Գոլեգաներ, հարգելի ընկերներ, հարգելի բուժաշխատողներ։ Այսօր ես շնորհավորում եմ ձեզ բուժաշխատողների օրվա կապակցությամբ։ Ես շնորհակալ եմ ձեզանից բոլորիդ նրա համար, որ մենք միասին ճանապարհ ենք անցել։ Եվ նրանց, ում հետ նույնիսկ ճանապարհ չենք անցել, բայց միևնույն է մենք նույն ճանապարհն ենք անցել։ Եվ նրանց հետ, ում հետ նույնիսկ նույն ճանապարհը նույն ժամանակին չենք անցել, որոշակի սերունդային տարբերությամբ ենք անցել եւ նույնպես մեծ սիրով սպասում ենք նրանց, ովքեր այս ճանապարհը կկիսեն մեր հետ եւ կքայլեն մեզանից հետո եւ կշարունակեն այն գործը, այն աշխատանքը մարդկանց հետ եւ մարդկանց համար, ինչի համար կոչված է բժշկի աշխատանքը։ Որպեսզի հասկանանք ինչ է նշանակում բժշկի աշխատանքը, ես մի փոքր այսօրվա եթերում կխոսեմ դրա մասին։ Ես բժիշկ Տիգրան Գրիգորյանն եմ։ Այսօր ես չեմ խոսելու որևէ այլ թեմա, այլ միայն բժիշկների համար, բժիշկների մասին եւ մեր հասարակության բոլոր անդամների համար, որպեսզի նրանք էլ կիսեն իմ կարծիքը ներսից եւ կողքից հայացքով նույնպես պատկերացնել, ինչ է նշանակում լինել բժիշկ, ինչ է նշանակում ապրել որպես բժիշկ, ինչ է նշանակում այս տարիների չարչարանքը, տարիների կրթությունը, մեր տարիների մտածումը, մեր տարիների մեջ ձևավորված փորձառությունն ու հոգեբանությունը հանուն մարդու։ Մի բան կարող եմ ասել. բժշկի աշխատանքը ամեն ինչով ուղղված է եւ միշտ պետք է ուղղված լինի հանուն մարդու առողջության, հանուն մարդու հոգեվոր առողջության, հանուն մարդու հոգեբանական եւ ֆիզիկական առողջության։ Ես չեմ կարող այսօր չնշել այն աշխատանքի ծանրությունը, ինչ որ բժիշկը կարող է ունենալ մարդկանց հետ եւ մարդկանց համար աշխատանքի ընթացքում։ Պրակտիկորեն հնարավոր չի դրսից պատկերացնել այն վերապրումները, ինչ որ բժիշկը ունենում է իր աշխատանքի ընթացքում։ Ցավալիորեն ոչ միշտ է դա գնահատված լինում, ոչ միշտ է նկատված լինում։ Շատ ժամանակ ընդմիշտ մնում է ուշադրության եւ շնորհակալության լուսանցքից դուրս։ Բայց շատ ժամանակ մարդիկ նույնպես նկատում եւ շնորհակալություն են հայտնում բժշկին իր կատարած աշխատանքի համար։ Ասելով բժիշկ կամ բուժաշխատող, ես հավասարության նշան եմ դնում բոլորի հոգսի, բոլորի աշխատանքի որակի եւ բոլորի բարոյական կերպարի եւ բարձր կիրթ հոգեբանության եւ գրագիտության առաջ, բայց հենց դրա մասին է պիտի խոսեմ, որ առաջին հերթին բժիշկը իր ամբողջ աշխատանքի պրակտիկայով պիտի ամեն բան անի գնահատելու ինքը իրեն եւ ստեղծելու այն հարգանքը, որը արժանի է իսկական բժշկին։ Ցավալիորեն շատ ժամանակ կարող է մարդը բժշկական ոլորտի աշխատակից լինել, բժիշկ լինել, բայց նույնպես լինել անփույթ, ինչի՞ չէ։ Նույնպես լինել սխալ որոշ հարցերում կամ շատ հարցերում, չգիտեմ, նույնպես երբեմն լինել կոպիտ, երբեմն լինել ոչ արժանի հարգանքով լցված դեպի մարդը, այո, նախադեպներ նույնպես լինում են։ Բայց ես այսօր խոսելու եմ սրտի եւ հոգու բժիշկ կոչման համար։ Ես շնորհավորում բուժաշխատողներից հենց նրանց առաջին հերթին, ովքեր իրանց հոգում ու սրտում իրենց մասնագիտությունը դիտում են որպես մեծ ծառայություն մարդուն, լցված հոգատարությամբ, լցված խիզախությամբ, այո, լցված հետևողականությամբ ու համբերությամբ, լցված բարձր պրոֆեսիոնալիզմով, ձգտումով շարունակ գրագիտանալու, ձգտումով ամեն բան անել, որպեսզի մարդիկ
գնահատեն եւ հասկանան իրենց առողջությունը առաջին հերթին եւ մեր աշխատանքը հանուն դրա։ Կարծում եմ, որ շատ կարևոր բանի մասին եմ խոսում թեկուզ եւ շատ պարզ։ Մտածում եմ, որ ամեն մարդ, երբ որ որևէ տեղ, որևէ բուժ ծառայությունից օգտվելիս լինի, եթե դա բժշկական հաստատություն է եւ ունի բուժ անձնակազմ եւ աշխատակիցներ, նրանք բոլորն էլ ջանում են մի բանի համար, որ մարդը իրենց մոտից դուրս գա գոհ, առողջ, հոգացված եւ հարգված։ Սա իմ մոտեցումն է, սա իմ պատկերացումն է կյանքի մասին եւ իմ աշխատանքի մասին։ Սա իմ վերաբերմունքն է հայ ժողովրդին եւ այն բոլոր մարդկանց, ում իմ բժշկությամբ ծառայել եմ եւ շարունակում եմ ծառայել վերջին 20 տարիների ընթացքում։ Կարծում եմ, որ շատ բացթողումներ եւ թերություններ թույլ չեմ տվել իմ աշխատանքի ընթացքում, նույնիսկ եթե թույլ եմ տվել, դա ընդհանրապես եղել է մի բանի համար։ Փորձել եմ գտնել լավագույն լուծումը։ Եվ ամեն բժիշկ փորձում է գտնել լավագույն լուծումը։ Ամեն բժիշկ փորձում է ջանք ու եռանդ չխնայել, զարգանալու, կրթվելու, որպեսզի իրեն դիմող ցանկացած բուժարու գոյության, խոսքով եւ առողջությամբ դուրս գա իր սենյակից։ Համենայն դեպս վերջին 20 տարիների ընթացքում մենք ամբողջ թիմով դա արել ենք ջանասիրաբար, շարունակաբար եւ առանց դադարի։ Ցավալիորեն պետք է նշեմ, որ շատ է լինում դեպքեր, որ չի գնահատվում բժշկի աշխատանքը ըստ արժանվույն, կամ հենց բժշկի աշխատանքը համեմատում են մեկ այլ չստացված բժշկի կամ վատ վարքի տեր ինչ-որ բժշկի աշխատանքի կամ անվան հետ եւ միշտ այսպիսի արտահայտություն կա հասարակության մեջ։ Դե բժիշկները այսպես, հարգելիներս, բժիշկները դրանք անհատներ են։ Ամեն մեկը իր անհատական որակներով, դաստիարակությամբ, կենցաղով, հոգեբանությամբ, ֆիզիկական հնարավորություններով եւ գաղափարական պատրաստվածությամբ եւ ամենակարևորը գրագիտության մակարդակով։ Ցավալիորեն մեր դաշտում նույնպես շատ մասնագետներ, որոնք դեռևս որևէ բժշկական մասնագիտության հետ առնչություն չունեն, ոչ բժշկի, ոչ բուժաշխատողի, բայց ձևանում են այդպիսինը, այո, կարող են նույնպես ստվեր գցել մեզ վրա եւ վատը, սխալը, թերին, ոչ պրոֆեսիոնալը անելով նույնպես կպնել բժշկի անվանն ու բժիշկ մարդու, բժիշկ անվանն ու հեղինակությանը։ Բայց դրա մասին եկեք չխոսենք։ Այսօր բուժաշխատողի օրն է։ Այսօր ես կարծում եմ, որ ամեն մարդ պետք է որ գոնե մի փոքր իր կյանքում հիշի, թե ինչպես եւ երբ են իրեն օգնել որևէ ոլորտի բժիշկներ։ Եվ իր շնորհակալության խոսքը իր սոցիալական որևէ կայքի էջում նշի, որ բժիշկ շնորհակալ եմ քեզ։ Ինչպես պետք է նշենք, զինվոր շնորհակալ եմ քեզ։ Ինչպես պետք է նշենք ամեն մարդու, հա, հոգևորական, շնորհակալ եմ քեզ, հայ մարդ, շնորհակալ եմ քեզ։ Մի ծուլացեք, մի ալարեք եւ մի ափսոս ասեք այն շնորհակալության քաղցր խոսքը, որը կուղղեք այդ ոլորտի մարդուն, ով որ ձեզ մի բանով ծառայել է։ Տաքսու վարորդ, շնորհակալ եմ քեզ, կապ չունի, բոլորի։ Ես ձեզ բոլորիդ եմ շնորհակալ, որ դուք կաք, որ դուք ապրում եք իմ հետ նույն Հայաստանում, նույն հայրենիքում, նույն պետության մեջ։ Շնորհակալ եմ բոլորից հետ։ Ոստիկան, շնորհակալ եմ քեզ։ Դժվար չի չէ ասելը։ Գիտեք դա ինչ է նշանակում։ Հարգանք մարդու աշխատանքին, հարգանք մարդու ջանքին ու ձգտմանը։ Հարգանք այն ծանր պատասխանատվությանը, ինչով որ մարդը լցված է քեզ հետ ինչ որ ծառայություն մատուցելու ժամանակ։ Ես կարծում եմ, որ արժի որ մարդուն շնորհակալություն հայտնենք։ Ես կարծեմ, որ դրանով իսկ
մենք ինքներս մեզ ենք շնորհակալություն հայտնում մեր դաստիարակության համար, մեր ընկալման համար, մեր կյանքի որակի համար եւ ամեն ինչի համար, ինչ որ մարդ, ինչ որ մասնագիտությամբ ծառայել է եւ մեր կյանքի որակը ինչ որ ոլորտում թեթևացրել է եւ ավելի լավն է դարձրել, մեր հետ կիսելով մի հոգս, մի ծանրություն, մի խնդիր լուծելով։ Դրա համար ավելորդ չի լինի նշեմ, որ հարգելի հետևորդ, հարգելի հայ մարդ, շատ լավ է, շատ քաղցր է այն դաստիարակությունը, երբ որ գնահատվում է մարդու աշխատանքը։ Այո, բժշկի աշխատանքը գուցե մի քիչ յուրահատուկ ծանր է, որովհետև նա պատասխանատվություն է կրում ձեր կյանքի եւ կյանքի որակի համար։ Եվ այն երբեմն ցավոտ խոսքերը, անփութությունը, վիրավորական խոսքերը, փորձում ես ականջի հետևում թողնել, փորձում ես ինչ-որ ձևով շրջանցել, չնկատել, բայց միևնույնն է, գալիս է իրավիճակ, որ մի գեղեցիկ օր ստիպված ես լինում ասել, մարդ, իսկ դու շնորհակալություն հայտնացրած որևէ մեկին ես աշխարհում։ Իսկ դու գոնե գնահատացրած այն տարիների կրթությունը, ինչ որ բժիշկը եւ բուժաշխատողը անցել են իրենց ամբողջ այդ կյանքի երկար ու ձիգ ընթացքում։ Իսկ դու տեսել ես այն նեղությունները, այն հոգեբանական ու ֆիզիկական, ինչով որ անցնում է բժիշկը ամեն օր։ Այսօր կինս ինձ առաջարկեց նվեր, կամեցավ նվեր անել եւ առաջարկեց գնալ թատրոն։ Ես ուղղակի հոգնածությունից հրաժարվեցի թատրոն գնալուց եւ հիմա նստել ձեր հետ եմ խոսում։ Որովհետեւ մենք ամբողջ օրը թատրոնում ենք։ Պատասխանս դա էր։ Մենք ամբողջ օրը թատրոնի մեջ ենք։ Որովհետեւ ամեն մեկի հետ ուրախանում ենք, ամեն մեկի հետ լացում, ամեն մեկի հետ ծիծաղում ու պարում մի բանի համար, որ մարդը հոգեբանորեն ի վիճակի լինկալելու իր վիճակի լրջությունը եւ նույնպես ի վիճակի լինի հասկանալու այն հնարավորությունը, ինչ որ բժշկի օգնությամբ կարող է ունենալ իր կյանքի որակը կամ կյանքի վտանգը հաղթահարելու համար։ Արդյոք չարժե այդ մարդուն շնորհակալ լինել։ Ես կարծում եմ, որ ես ինքս շնորհակալ եմ բոլոր բժիշկներից եւ նույնպես այն բժիշկներից, ովքեր ինձ ծառայել են որպես բուժառուհի եւ ինձ վիրահատել են, օգնել են, բուժել են եւ այլն։ Սա այն դեպքն է, սա այն իրավիճակն է, որ հասարակության մեջ գոնե մի տեղից, գոնե մի ոլորտում, գոնե մի խումբ մարդկանց մեջ փոխհարաբերություններում պետք է փորձենք օգնել ձևավորել առողջություն, որովհետև կարող ենք մենք խոսել ֆիզիկական առողջությունից, բայց ոչ ոք չի ուզում խոսել հասարակության բարոյական եւ հոգեկան եւ հոգեվոր առողջության մասին։ Իմ խոսույթս հիմա դրա մասին է։ Ես չեմ մտել եթեր ձեր հարցերին պատասխանելու, չեմ մտել եթեր ինչ-որ PR անելու կամ գովազդ անելու, ես մտել եմ մի բանի համար։ Խոսելու քեզ հետ, հայ մարդ։ Ես չեմ կարդալու որևէ կոմենտ, սիրելիներս։ Եվ բոլորին եմ շնորհակալ, նույնիսկ եթե ինչ-որ մեկը վատ կոմենտ է գրել։ Իրան էլ եմ շնորհակալ, որ ինքը կարողանում է ինչ-որ ձևով իր հարգանքը կամ հարգանքի բացակայությունը մատուցի իր նման մարդուն, իր հոր ու մոր նման մարդուն։ Ընդհանրապես մարդուն։ Երբ որ ինչ-որ մեկը ինձ ինչ-որ վատ բան է փորձում ասել, նայում եմ իր աչքերի մեջ, ասում եմ, գիտեք քանի տարեկան եմ։ Ասում եմ, իսկ քանի, ասում եմ, ծնողդ քանի տարեկան է, ասում եմ, ծնողի տարիք, ասում եմ, ես հենց իր տարիքին եմ։ Կապ չունի, ծնողը կարող 80 տարեկան է, կարող 100 տարեկան է, կարող 40 տարեկան է։ Ասում եմ, ես հենց իր տարիքին եմ։ Այսինքն նույնականացնում եմ ինձ այն մարդու հետ, ով իր համար թանկ է, որպեսզի գոնե մի փոքր դաստիարակչական, հայրական թեթև ապտակով հասկացնեմ, որ սահմանն անցել ես հարգելիս։ Միգուցե ծնողիդ հետ ես այդպես վերաբերվում։
Եթե կարելի է այնքան անփույթ լինել եւ վիրավորել առանց պատճառի մարդուն, որ օրնի բուն աշխատումը ոչ թե նրա համար, որ հարստանա, այլ նրա համար, որ մարդկանց համար լավ լինի։ Իսկ երբ որ մարդիկ կարողանում են եւ վարձահատույց են լինում, այո, մարդը ինչ-որ բանով պիտի ապրի, չգիտես ինչի, երբ որ մարդիկ գալիս ասում են, իսկ ձեր մոտ այս աշխատանքը կամ այն աշխատանքը անվճար է, ասեմ, բոլոր այն աշխատանքները, ինչը ձեր կողմից կատարվում է եւ անվճար է, ուրեմն իմ մոտի կողմից էլ կատարվում է եւ անվճար է։ Իսկ դուք ինչ մասնագետ եք։ Զարմացած որ ասա նայում։ Ասում ոնց, դե ես օրինակի համար կոշկակար եմ։ Ասում լավ, իսկ դուք ձրի կոշիկներ բաժանում եք փողոցում։ Անվճար կոշիկներ բաժանում եք փողոցում։ Ասում դե չէ, ասում բասա իմ աշխատանքն է հարգելիս։ Միտը չի կարելի հասկանալ, որ բժիշկն էլ ապրում է իր աշխատանքով, իսկ իր աշխատանքը բժշկությունն է։ Այո, մենք չունենք այն հզոր պետությունն ու պետականությունը, որ անվճար բժշկություն, անվճար այսինչ ծառայություն, անվճար այնիշ ծառայություն լինի։ Մասնակիորեն ինչ-որ պետպատվերներ լինում են եւ ինչքանով որ լինում են, դրա համար էլ շնորհակալություն։ Իսկ եթե այն բժիշկների թիմը, որ ինչի հասնում այդ հնարավորությունը, որ պետպատվերից օգտվի եւ իր բուժարոներին սպասարկի պետպատվերի շրջանակներում, ասեմ ձեզ, դա շատ ավելի հարմար ցանկացած մասնագետի համար, որ ֆինանսական գործ չունենան բուժարոյի հետ։ Բայց ցավալիորեն մենք չենք ապրում այնպիսի երկրում, որ ունենա այնպիսի տնտեսություն, որ կարողանա նման մակարդակի սոցիալական հարցեր լուծել։ Ու դրա համար մեղադրել բժիշկին, որ գիտեք, ես գումար եմ տվել, չգիտեմ ինչ։ Ես չեմ նեղանում մարդուց, որի օրինակի համար գնացել էի վարագույր առնելու, եւ երբ որ գումար տվեցի, երբ որ վարագույրը վերցրեցի, չնեղացա իրանից, ինչի գիտեք, որտեղ վարագույրը արժեք ունի։ Ես երբ որ գնում եմ ինչ-որ միտեղ կերակրվելու եւ գումարը տալիս եմ, ես չեմ նեղանում այդ մարդուց, որ ինձ սպասարկում է, կերակուր է եփում, որ ես ուտեմ։ Չեմ ասում, բայց ոնց էս փողով, ախի ուտելիքն էլ, հա փողով։ Բայց չգիտես ինչի բոլորի մոտ ինչ-որ մի տարօրինակ պատկերացում կա, ոնց այդ գումարով, հա, կոնսուլտացիան, ժամեր նստած, ես մեկ օրվա ընթացքում լինում է, որ 20,000 MRT կատե նկար եմ նայում օրվա ընթացքում կամ երբեմն 2 անգամ ավելի ասացիցս։ Դա հենց այնպես թվեր չեն։ Դրա համար ես վաղ տեսողությունս մնացել եմ, որտեղ այդքան երկար մանրակրկիտ նայելու արդյունքում բնականաբար աշխատում է գերլարված եւ աչքիդ բիբը եւ ուղեղդ էլ հետը, որ հանկարծ բան բաց չթողնես։ Արդյոք չարժե գնահատել այն աշխատանքը, ինչ որ կատարում է մարդը 10 տարի եւ ավելի կրթություն ստանալուց, շատ թանկ կրթություն ստանալուց հետո։ Ոչ ոք չի ասում, իսկ որքան եք վճարել բժշկական կրթությունների մի ամբողջ տեղատարափի համար տարեստարի։ Ոչ ոք չի ասում, ինչ ծախսեր ունեք, բայց արդեն խիետ դա գումարով է։ Դա էլ է շնորհակալության կամ անշնորհակալության տեսակ։ Բայց դե հիմա դա է։ Ինչ կա, այն կա։ Կոչս նա է, որ մի փոքր մեր ներսում դաստիարակենք այդ շնորհակալությունը եւ մի քիչ գնահատենք բուժաշխատողի աշխատանքը։ Ավելի ճիշտ կլինի իրոք հարգանք ձևավորել։ Իսկ բուժաշխատողներին կոչ եմ անում։ Սիրելիներս, հարգելի գոլեգաներ, հարգելի բուժաշխատողներ, ամեն ինչ արեք, որ հարգանքը չկորցնեք։ Ամեն ինչ արեք, որ մարդուն անտեղի կոպիտ չվարվեք եւ չվիրավորեք։ Ամեն ինչ արեք, որ ձեր հոգատարությունն ու ջանքը մարդը տեսնի եւ չնեղսրտի եւ ամեն ինչ արեք, որ չցավացնեք մարդուն։ Եվ խորհուրդ եմ տալիս։ Հայաստանը փոքրիկ եւ աղքատ երկիր է։ Ամեն ինչ արեք, որ ամեն ինչ դառնա գոնե հնարավորության շրջանակներում մատչելի եւ հասանելի սովորական հասարակության մեջ ապրող, մեր հասարակության մեջ ապրող մարդկանց համար։ Եվ այդ ամեն ինչի մեջ պետք է լինի փոխադարձություն։ Ամեն ինչի մեջ պետք է լինի հարգանք եւ շնորհակալություն։
Ահա այսօրվա խորհրդին իմ արձագանքը և կոչը։ Շնորհակալ եղեք իրանոց, հարգեք իրար, առողջ եղեք։ Ես բժիշկ Տիգրան Գրիգորյանն եմ, մասնագիտությամբ վերականգնողաբան մանուալ թերապևտ։ Այսքանն էի ուզում ասել ձեզ։ Լավ եղեք, ցտեսություն ձեզ։